Բարև ձեզ, Օրագիր նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին։ Բարև ձեզ Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, սիրով։ Տիկին Զոհրաբյան, նախորդ շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտվել են եւ Հայաստանը համաձայնվել է կատարել նաեւ Ադրբեջանի երկու պահանջները՝ հրաժարվել միջազգային հայցերից եւ դուրս բերել եվրոպական դիտորդներին։ Ինչ եք կարծում, գոնե հիմա Ադրբեջանը կգնա փաստաթղթի ստորագրման, երբ միայն երեք մենք տեսանք, որ մեկ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 3 անգամ ապատեղեկատվություն տարածեց եւ մեզ մեղադրեց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Տեսեք, Ալիևը եւս առաջինը իրենք հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, իդեպ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է խաղաղության պայմանագրի այն տեքստը, որը Ադրբեջանի առաջարկն է, այսինքն տեքստը խաղաղության պայմանագրի, սա բանակցությունների արդյունք չի, պայմանական խաղաղության պայմանագրի, սա Ադրբեջանի առաջարկած տեքստն է, եւ ինչ, Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, բոլորը ազդարարում են, բոլորը շնորհավորում են Ռուսաստանով, Գերմանիայով, ԵՄ-ով, Միացյալ Նահանգներով, Սաուդյան Արաբիայով, այո, Իրանով, որ ողջունում ենք, որ վերջապես Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացել են գալ խաղաղության պայմանագրի տեքստի եւ անմիջապես դրանից հետո օրինակ 3 առաջի օրը Բաքվում կայացած համաշխարհային գլոբալ ֆորումի ժամանակ Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրման նախապայման է Հայաստանի սահմանադրական փոփոխությունները, որից հետո Հիկմետ Հաջիևը հայտարարում է, որ նախապայման է խաղաղության պայմանագրի ստորագրման ԵՄ դիտորդներին սահմանի գծից հանելը եւ դրան ավելանում է եւս մի քանի նախապայման խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, նախապայման, որ Հայաստանը հրաժարվի եվրոպական միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ բոլոր հայցերից, նախապայման, որ Հայաստանը Ադրբեջանի հետ միասին դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին, Մինսկի խումբը լուծարելու համար եւ եւս մեկ պայման, որը 3 առաջի օրը բարձրաձայնեց Ալիևը, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալի եւ Ադրբեջանին հանձնի ռազմական հանցագործներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Եթե դրան էլ գումարում ենք այս մի քանի օրվա անընդհատ սահմանային խախտումները եւ դրան էլ գումարում ենք հայտարարությունները կրկին Ադրբեջանի Միլի Մեջլիսում այս օրերին հնչող, որ չի կարող լինել խաղաղության պայմանագիր, միջև Հայաստանը չկատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, իսկ պահանջները բարձրաձայնեց Ալիևը, հասկանում ենք, որ խաղաղության որևէ պայմանագիր չի ստորագրվելու։ Ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի տքնանքը, Նիկոլ Փաշինյանի այո ջանքերը միջև հերթական կամ արտահերթ ընտրություններ ստանալ խաղաղության մի հատ թուղթ, որ գնա ինքը, ես չգիտեմ, Կապանից միջև Ամասիա թափահարի եւ ասի, ահա ես ձեզ բերել եմ խաղաղություն, ձեր որդիները այլևս չեն զոհվելու, իսկ որևէ այլ ուժի, որին դու կտրեք, իրանք բերելու են պատերազմ, բայց ես հայտարարում եմ, չի ստորագրելու Ադրբեջանը խաղաղության որևէ պայմանագիր, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ պատահական չէ, որ նիկոլական Քարոզ Չամեքենան, որը ըստ տեղեկությունների հենց ուղիղ կառավարության աշխատակազմում է խմբագրվում Բաղրամյան 26-ը, գրել էր այսօր, որ Ադրբեջանին որևէ խաղաղություն պետք չի եւ ակնհայտ է, դա էլ ավելացրել է, հիմքեր է ստեղծում պատերազմի համար եւ այս իշխանության խոսափողերից մեկը Արսեն Թորոսյանը գրառում էր արել, որ ըստ էության Ադրբեջանը նոր հիմքեր է ստեղծում պատերազմի համար, այսինքն ամփոփելով պիտի եզրակացնենք, որ չի լինելու խաղաղության պայմանագիր եւ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մասնատի դնի աճուրդի սեղանին, իսկ ինքը Հայաստանը դրել է, այն Շագրենի կաշվի նման փռել է եւ Ադրբեջանին ու Թուրքիային ասում է իմ իշխանությունը պահելու համար, ել ինչ եք ուզում տակ, ինչ եք ուզում մասնատեմ, ես կրկնում եմ, չի ստորագրելու Ադրբեջանը խաղաղության որևէ պայմանագիր, ավելին 3 առաջի օրը այդ համաշխարհային գլոբալ ֆորումի ժամանակ Ալիևը մի հարց էլ բարձրացրեց, որ Հայաստանը պիտի փոխհատուցում
տա Ադրբեջանին մեր 30 տարի օկուպացիայի ընթացքում գտնվող մեր հողերը, մեր հանքերը օկուպացնելու համար, այո, եւ խոսքը 60 միլիարդ դոլարի մասին է, իհարկե Ալիևը մի քիչ բարի է, ասում է այս փուլում թող վճարի ընդամենը 11 միլիարդ դոլարը, մնացածը այլևս դատական հայցերով մենք կպահանջենք, այսինքն պահանջում է Հայաստանից հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ դատական բոլոր հայցերից, փոխարենը իրենք շարունակում են միջազգային ատյաններ, թե մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե Հաագայի դատարան Հայաստանի դեմ ներկայացնել նոր հայցեր։ Այսինքն հակված եք կարծել, որ նույն հայցերի մասով հրաժարումը միակողմանի զիջում է լինելու, օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չկա մի բան, որը միակողմանի է լինելու։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ինչ ասես այս ընթացքում հայտարարել է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ եւ Արցախը տվել է Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ես եմ նստած եղել, որ հայտարարել է, որ մեզ համար կա կարմիր գիծ, կարմիր գիծը դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Հետո գնացել է Պրահայում եւ ասել է, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարել է այս ընթացքում, արել է ուղղակիորեն դրա հակառակը։ Ես պնդում եմ, չի հրաժարվելու Ադրբեջանը Հայաստանի դեմ միջազգային որևէ հայցից, Ադրբեջանը պոկելու է Հայաստանից առավելագույնը, որովհետև Ալիևը հայտարարում է մեր կազմած տեքստն է, տեքստը բացառապես ադրբեջանական օրակարգ է, խոսքը խաղաղության պայմանագրի մասին է եւ առաջադրում է ամիջապես հայտարարելուց հետո, որ տեքստը համաձայնեցված է, դրանից ժամեր անց, թե Ալիևը, թե Հիկմետ Հաջիևը, թե Ջեյուն Բայրամովը, թե Զաքիր Հասանովը հայտարարում են այլևս բազմաթիվ նախապայմաններ, կրկնում եմ սահմանադրական հանրաքվե եւ դիտորդների հետ կանչում միջազգային հայցերի, այո, համատեղ հայտարարություն չէ տարածում, բազմաթիվ նախապայմաններ, որ միայն այս նախապայմանները կատարելուց հետո հնարավոր է Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիր։ Ես էլ ասում եմ, դե յուրե կլինի, դե ֆակտո կլինի, Նիկոլ Փաշինյանը որևէ իրավական իրավունք չունի հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերը Արցախի վերաբերյալ, որտեղ նույն Նիկոլ Փաշինյանն էր 19 թվականին փետրվարին ասում, որ Արցախի ժողովուրդը ինձ որևէ տեղ իրեն ներկայացնելու մանդատ չի տվել եւ հիմա Նիկոլը կկատարի հերթական պետական հանցագործությունը եւ դավաճանությունը, եթե որոշի առանց հանրաքվեի արցախցիների շրջանում Արցախին վերաբերյալ, օրինակ մենք ունենք Հաագայի դատարանում սեպտեմբերյան 23-ի սեպտեմբերյան իրադարձությունների հետ կապված այդ էթնիկ զտման, ցեղասպանության հետ կապված հայց ունենք եվրոպական դատարանում։ Կրկնում եմ, Նիկոլը ինքն է հայտարարել եւ դա այդպես է, որ ինքը իրավասու չէ եւ արցախցիները իրեն չեն տվել մանդատ Արցախի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու եւ հիմա ինքը որևէ իրավասություն չունի առանց արցախցիների եւ հայաստանցիների շրջանում առանց համաժողովրդական հանրաքվեի որևէ հայց ներկայացված միջազգային ատյաններ Ադրբեջանի դեմ հետ կանչելու։ Իսկ գիտեք ինչի է Ադրբեջանը ուզում այդ հայցերը հետ կանչել, որտեղ 2023 թվականի նոյեմբերի 17-ին միջազգային արդարադատության դատարանը ընդունեց որոշում պարտադրել Ադրբեջանին ամեն կերպ ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր եւ որպիսի այդ հայցը եւս կներեք ես կոպիտ ձևակերպման համար ջրի, որը ուղղակիորեն դամոկլյան սուրա Ադրբեջանի գլխին, դա արդարադատության միջազգային դատարանի հայցն է եւ որպիսի այդ հայցերը բոլորը զրոյանան, պարտադրում է Հայաստանին հետ կանչել միջազգային հայցերևի դեպ։ Եկեք չմոռանանք, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է եւ ասում է, որ այս խաղաղության պայմանագրում հաշվի են առնված, հիշում եք, ասում էր բավարարելու է եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովրդի շահերը, այո, ինչ որ ասում էր Արցախի կարգավիճակի հետ կապված պետք է լինի այնպիսի լուծում, որը բավարարի Արցախի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին եւ Հայաստանի ժողովրդին։ Ես հիմա ցիտում եմ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հայտարարությունից հետո
հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների համարձակ զիջումները Գերմանիայի արտաքին գործերի նախարարը բացում է փակագծերը, այսինքն խաղաղության պայմանագրի ադրբեջանանպաստ տեքստը ամփոփելու համար Հայաստանի իշխանությունները Պես ասում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը գնացել են համարձակ զիջումների, այսինքն էլի են զիջել, բայց անգամ այս համարձակ զիջումներից հետո չի ստորագրվելու, վստահեցնում եմ ձեզ, խաղաղության պայմանագիրի դեպ։ Խաղաղության հիմա մենք տեսնում ենք, չէ, բոլոր քաղաքական ուժերը դիմում են Նիկոլ Փաշինյանին, ասում են հրապարակի խաղաղության պայմանագրի տեքստը։ Իդեպ պատկերացնում եք տեքստ, որտեղ չկա, որ Ադրբեջանը պարտավոր է իր զինուժը հանել 2021 թվականի մայիսի 12-ից սկսյալ Հայաստանի օկուպացված տարածքներից տեքստ, որտեղ մեր մեկ բառ չկա Բաքվում խոշտանգվող հայ ռազմագերիների եւ պատանդների մասին, խաղաղության տեքստ, որտեղ մեկ բառ անգամ չկա արցախցիների Արցախ վերադարձի մասին, զուգահեռ անցկացնեմ, այս ընթացքում որ Զելենսկին քննարկում է ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի հետ հրադադար, առաջի եւ միակ նախապայմանը Զելենսկու ռազմագերիների վերադարձն է եւ ռազմագերիներին, որ Ռուսաստանը չհամարձակվի ձեռք տալ եւ Թրամփը միջնորդել է Պուտինին, որ ռազմագերիների խնդիրը լուծի։ Այս ինչի մասին է խոսքը։ Հասկանում եք, Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարեց, որ այո, ռազմագերիների մասին տող տեքստում չկա, ադրբեջանական զինուժը, որ լքի ազատի Հայաստանի օկուպացրած տարածքները, ինչը հաստատել է հենց Նիկոլ Փաշինյանը չկա եւ արցախցիների Արցախ վերադառնալու մասին որևէ տող այդ համաձայնագրում չկա եւ անգամ այս տեքստով Ադրբեջանը ոչինչ չի ստորագրելու, որտեղ մենք տեսնում ենք, որ հրահրելով սադրանքներ, օրվա մեջ մի քանի անգամ ֆեյք եւ կեղծ հայտարարություն անելով, որ Հայաստանի զինուժը խախտել է սահմանային հրադադարը, Ադրբեջանը պատրաստվում է հերթական պատերազմի։ Եվ իդեպ չեմ զարմանա ես միգուցե շատ ծանր բան եմ ասում, բայց չեմ զարմանա, որ առաջիկա պատերազմը, որը ակնհայտորեն կլինի լոկալ, կլինի ինչ սանձազերծելու է Ադրբեջանը, դա Նիկոլը պայմանավորված լինի Ալիևի հետ, որովհետև գալ կանգնել եւ ասել, որ միջանցքը տալու եմ, տալու եմ, ավելին Թուրքիան օրերս հայտարարեց, որ այլևս Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածում իրենք սկսել են շինարարական աշխատանքներ եւ ներդրումներ, այսինքն հասկանալի է, չէ, որ իրանք ասում են միջանցք բառ չկա, կարող է տեղ միջանցքի տեղը գրած լինի Վարդուշիկ, հա, բայց դա միևնույնն է, ենթադրում է, որ դու քո սուվերեն տարածքից ճանապարհ ես տալիս այս մարդկանց իրանց վերահսկողությամբ, որը դու չես վերահսկելու։ Պատերազմի անվան տակ մեզ հերթական զիջումներն են պարտադրելու։ Միանշանակ ես բացարձակ չեմ բացառում, որ այս ռազմատենչ ռիտորիկան, հռետորաբանությունը, որը որդեգրել է Ադրբեջանը, սա Նիկոլի հետ պայմանավորված է պատերազմով վերցնելու այն, որ հետո Նիկոլը ասի, դե ինչ ասեմ, ինչպես ասեց, ինչ անեի, կապիտուլյացիոն հուշագիրը 20 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել են, որ 25, հետո 25,000-ը դարավ 30,000, ձեր որդիները չմահանան։ Ատկին Զորաբյան, եթե միջազգային հայցրից հրաժարումը տեղի ունենա, որին Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է, դա Հայաստանի համար ինչ հետևանքներ կունենա, քանի որ վերջին տարիներին այս ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարվել եւ մեր գրեթե բոլոր հայցերը շատ հաջողության հասնելու շատ մեծ շանսեր ունեն։ Ուրեմն ես պնդում եմ, որ մեր բոլոր հայցերը ներկայացված թե մարդու իրավունքների եվրոպական դատարան, թե Հաագայի դատարան շատ մեծ շանս ունեն հաղթելու, որտեղ իրավական առումով իրանք ուղղակիորեն անխոցելի են եւ կա նաեւ Հաագայի դատարանի ուրեմն հայտարարությունները, կա նաեւ Եվրոպական պարլամենտի բազմաթիվ հայտարարությունները, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական պարլամենտի մի քանի օր առաջ հայտարարությունը, որտեղ ուղղակիորեն արձանագրված էր, որ այնինչ անում է Ադրբեջանը, ինչ արել է Ադրբեջանը, դա էթնիկ զտումներ են եւ ուղղակիորեն արձանագրված էր բոլորեն ռազմական հանցագործությունները, որը
կատարել է Ադրբեջանը, ինչ կլինի, եթե Հայաստանը հետ կանչի Ադրբեջանի դեմ միջազգային բոլոր հայցերը, կլինի այն, որ Հայաստանը լեգիտիմ է համարում այն ամենը, ինչ արել է Ադրբեջանը, Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, մեր զինվորներին եւ քաղաքացիական անձանց գլխատելը եւ նրանց գլուխներով ֆուտբոլ խաղալը, մեր կին ազատամարտիկների, որոնց այդ բնակիչները ջերմուկում որ խոշտանգում էին, ասում է մեր ականջների մեջ է եղել այդ ձայները, խոշտանգվող, անարգվող, այդ ամեն ինչը օրինական է նաև 23 թվականի սեպտեմբերի 28-ից սկսած Արցախի հայաթափումը, հետ կանչելով միջազգային հայցերը, մենք ընդունելու ենք որպես Հայաստան, որպես պետություն, որ Ադրբեջանը որևէ ռազմական հանցագործություն չի կատարել, մենք հաստատելու ենք, որ ինչ արել է Ադրբեջանը Արցախում արցախցիների հետ դա լեգիտիմ է, դա օրինական է եւ Ադրբեջանը ռազմական հանցագործ չի ավելին, հետ կանչելով միջազգային հայցերը, մենք ուղղակիորեն ընդմիշտ այլևս փակելու ենք Արցախի թեման, փակելու ենք երբևէ արցախցիների հնարավոր վերադարձի թեման Արցախ։ Մենք խոսեցինք, որ հնարավոր փաստաթուղթը, որ այս պահին պատրաստված է, մեր պատանդների եւ ռազմագերիների ազատ արձակման մասին որևէ դրույթ չի պարունակում։ Այո, եւ այս մասով ինչ եք կարծում, եթե անգամ այդ փաստաթուղթը ստորագրվի, գոնե դրանից հետո հնարավոր կլինի հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանը, ու այս առումով ինչպես եք գնահատում Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, որը ձեր խոսքում հիշատակեցիք։ Տեսեք, ես շատ կարևոր եմ գնահատում եւ Եվրախորհրդարանի եւ նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի հայտարարությունները, բանաձևերը, կոչերը, ակնհայտ է, որ միջազգային ճնշում Ադրբեջանի վրա կա եւ ակնհայտ է ինչքան էլ Հայաստանի իշխանությունները, ես ձեզ ասում եմ, շատ վատ տեղեկատվություն։ Իրանք միջազգային գործընկերներին մեր ասում են՝ մի բզբզեք այս թեման, մի ռազմագերիների մասով, մի ջղայնացրեք Ադրբեջանին, մենք լուր բանակցությունները տանում եք, ես հայտարարում եմ, դուք լկտիաբար, անամոթաբար ստում եք, դուք որևէ բանակցություն չեք տանում Ադրբեջանի հետ, ավելին ձեզ համար ահավոր շահեկան է, որ կոնկրետ Արցախի քաղաքական էլիտան Բաքվի բանտերում զոհվի։ Ես կրկնում եմ, առաջի հարցը օրակարգային պիտի լիներ մեր ռազմագերիների վերադարձը այդ այսպես կոչված խաղաղության պայմանագրի իբր խաղաղության պայմանագրի տեքստում։ Իրենք թույլ չեն տալիս, որ ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա։ Այո, իրենք թույլ չեն տալիս, ես գիտեմ, որ իրենք ասում են իբր այս հարցի շուրջ աղմուկ բարձրացնելը, ինչպես Նիկոլն, այո, չենք խոսում, որ չվնասենք, ինչպես Նիկոլներ ժամանակին ասում են, կարմիր լաթը չթափահարենք կատաղած ցուր Ադրբեջանի արչև։ Գիտեք, երբ որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատելուց հետո Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի հանդեպ կա զրո վստահություն, հասկանալի է, չէ, որ այս խաղաղության իբր բանակցությունները սա ընդամենը իմիտացիա է, որը հող է նախապատրաստում, որով հող է նախապատրաստում Ալիևը նոր պատերազմի համար, նոր պատերազմով, նոր տարածքներ վերցնելու եւ իր խնդիրը լուծելու համար եւ պատահական չէր, որ նույն Անկարայում Էրդողան-Ալիև հանդիպման ժամանակ Ալիևը կրկին իր հավակնությունները ցուցաբերեց Սյունիքի հանդեպ, Սյունիքը անվանելով պատմական արևմտյան Ադրբեջան եւ ես կրկնում եմ, այս իշխանությունը տապալել է ամեն ինչ, այս իշխանությունը գոյաբանական վտանգ է, այս իշխանության ամեն օր իշխանության մնալը ուղղակիորեն նշանակում է, որ շատ կարճ ժամանակում մենք չենք ունենալու երրորդ հանրապետություն, բայց մենք տեսնում ենք, չէ, թե ինչ կատաղի վայրագությամբ է Նիկոլ Փաշինյանը կարճել իշխանությունից, մենք տեսնում ենք այն տերորը, որ հիմա արվում է Գյումրիում, որ իրանց սարիկին անցկացնեն, հասկանում եք, այս մարդը հասկանում է, որ դրված է այն կոպիտ բառը, նականու դրված է իր կյանքը, հա, որտեղ ինքը շատ լավ գիտի, ես նաև ձեր հարցումները, հա, Vox Populi-ները վկայակոչելով եմ ասում եւ ես եմ, հա, փողոցում ամեն օր ինձ մոտենում են հարյուրավոր մարդիկ եւ այն ատելությունը, որ կա այս զույգին նրա, իդեպ առաջի տեղում կինն է, ինքը երկրորդ տեղում է, Աննա Հակոբյանի, սա դժոխային, սա ես չգիտեմ լուցիֆերական նզովյալ ատելություն է, որ կա այս զույգի
հանդեպ ինքը շատ լավ հասկանում է, որ օրը ինքը կորցրեց իշխանություն, իմ եւ ձեր նման մարդիկ, որ չեն ուզում, որ իրանց հոշոտեն, չեն կարողանալու այս հասարակության, այս ժողովրդի ձեռքից սրանց փրկել, որտեվ սրանց պիտի պաշտպանել ու պիտի բերել, չթողնել, չհանձնել հոշոտման, որ սրանք պիտի նստեն հայկական Նյուրնբերգում, ինչպես այսօր Հիկմետ Հաջիևն էր հայտարարում, որ ադրբեջանական Նյուրնբերգում նստած է ռազմական հանցագործ Ռուբեն Վարդանյանը, նստած են մյուս ռազմական հանցագործները Բակո Սահակյանը եւ մյուսները, մեր հայկական Նյուրնբերգը լինելու է, հասկանում եք, եւ այո, ես այստեղ միանում եմ Ռուբեն Վարդանյանի ձևակերպմանը, ով իր վերջի ձայնային ուղերձում ըստ էության Նիկոլ Փաշինյանին համարել էր քաջնազար, ասելով, որ պետք չի մեղադրել քաջնազարին, որտեվ այդ քաջնազարին մեր հավաքական քվեն է ընտրել, մենք ենք գնացել եւ ընտրել այդ քաջնազարին եւ հիմա կամ մենք այս աղետը կասեցնում ենք, կամ երկիրը կանգնում է հերթական ուրեմն կործանման, ուղղակիորեն երկիրը գնում է դեպի կործանման եւ այստեղ իհարկե իրենք երբ որ արդեն դա հանրային դարձավ, իրենք հրապարակեցին, որ Հայաստանը հերթական պետական պարտքն է վերցրել 750 միլիոն դոլարի եվրոբոնդեր, եվրոպարտատոմսեր է ուրեմն թողարկել, սա նշանակում է, որ հերթական, պատկերացնում եք, սա ինչ է նշանակում, եւ 71%-ով մարման, այսինքն բավականաչափ 1%-ով, եթե նախկինում այդ պարտատոմսերի այդ պարտքերի մարման տոկոսները չէին գերազանցում 5%-ը, հիմա մեր բյուջեի առաջի տեղում պաշտպանությունն է, երկրորդ տեղում սոցիալական ծախսերն է, երրորդ տեղում պատկերացնում եք ինչքան է մեր պետական պարտքը աճել, որ սպասարկման երրորդ տեղում մեր հարկատուների հաշվին դա պետական պարտքի սպասարկումն է, իսկ 750 միլիոն դոլարի եվրոբոնդերի թողարկումը, սա նշանակում է, որ երկիրը դեֆոլտ է, վերջ, սնանկ է, որ մի տարի հետո սա ավելի բարձր է, քան օրինակ 10 տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք պարտքը վերցրել է Հայաստանը։ Բոլորի, մի հատ նայեք, նույն երրորդ նախագահի բոլորի հասկանում եք, սա կատաստրոֆա է, սա նշանակում է, որ երկիրը գնում է դեֆոլտի, սա նշանակում է, որ վաղը մեր բոլորի բանկային ավանդները սառեցնելու են բանկերում եւ մենք չենք կարողանալու մեր գումարները հանել, սա ուղղակիորեն եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ տոտալ դեֆոլտ է երկրի, ու այս աղետը ես տպավորություն է, որ մենք այս ձեր սեղանի նման, այսպես կլոր, ասենք ինչ որ կլոր սեղանի շուրջ ենք եւ ելք չկա, հասկանում եք, ոնց պտտվում ենք, գալիս ենք մեկ կետի, այս աղետը, որի անունն է Նիկոլ Վովայի Փաշինյան, պիտի գնա, այլապես չի լինելու Հայաստանի երրորդ հանրապետություն։ Ոտքին Զորաբյան, նախորդ շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը բոլորիս վճարած հարկերի հաշվին հարցազրույց էր տվել թուրքական լրատվամիջոցներին եւ թուրք լրագրողների համար կառավարությունը երրորդյա շրջագայություն էր կազմակերպել Հայաստանում։ Ըստ ձեզ ինչի մասին է վկայում այս իրողությունը եւ ինչ տվեց այս հարցազրույցը, որի համար մենք բոլորս ենք վճարել։ Տեսեք, Գիտեք, զարհուրելի էր, երբ որ Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողներին հպարտորեն նշում է, որ գիտեք, իմ ու Էրդողանի նկարը ամենաշատ դիտումները ու լայքերն է հավաքել։ Դուք հասկանում եք, երկիրը կանգնած է պատերազմի շեմին, մեր երկիրը շագրենի կաշվի նման փոքրանում է, այս մարդը դրած լայքերն է հաշվում եւ ասում է, ամենաշատ լայքերը թուրք լրագրողներին է շոյում, ամենաշատ լայքերը հավաքել է իմ ու Էրդողանի նկարը եւ այո, թուրք լրագրողները Հայաստանում էին մեր հարկատուների հաշվին, առանց մեզ հարցնելու, ինչի մասին է սա վկայում, սա վկայում է, որ այս մարդը, մարդու փրկողակը, մարդու անվտանգության երաշխիքները մնացել են տվողները մնացել են երկու անձ, Էրդողանը եւ Ալիևը եւ առաջի տեղում Էրդողանն է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մեռած եւ հեռացող Բայդենի հետ ստորագրելով ինչ որ անվտանգային կանոնակարգ, դա իրեն ոչինչ չէր տալու։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինչքան էլ ինքը ընդունել է Ռուսաստանի առաջարկը եւ մայիսի 9-ին գնալու է պարադի, ինքը Ռուսաստանին այնքան է քացի տվել, որ այլևս իրեն եւ իր ընտանիքին Նիկոլը լուծում է մեկ հարց՝ իր եւ իր ընտանիքի անձնական անվտանգության կյանքի հարցը։ Ռուսաստանն էլ երաշխիք չի տալու եւ ուստի
վստահ եմ, որ չեն տալու, այս փուլում այլևս չեն տալու, իր երաշխավոր մնացել է միայն Էրդողանը եւ դրա համար է ինքը կանչում մեր հարկատուների հաշվին թուրք լրագրողներին, դրա համար է ինքը փորձում անընդհատ ռևերանսներ անել, դրա համար է ինքը ըստ էության հրաժարվում ցեղասպանությունից, ասում է, որ դրանք հարցեր են, որ դեռ պետք է քննարկեն եւ դրա համար է ինքը հպարտանում իրա ու Էրդողանի նկարով, ասելով, որ դա լավագույն նկարն է, որը հավաքել է ամենամեծ լայքերը։ Դուք պատկերացնում եք երկրի ղեկավարի մակարդակ, որը աշխարհաքաղաքական գործընթացները, աշխարհաքաղաքական գործընթացներին, անվտանգային ռիսկերին արձագանքի լայքերով եւ դիտումներով։ Ինչպես ժամանակին ասում են, երկիրը սոցիալական ցանցերով են կառավարում, դրա վկայությունն է։ Որովհետեւ իրենց հաջողվեց նաեւ արտաքին ուժերի, այդ սորոսական առնետաբների, USAID-ների, որոնք բարեբախտաբար, ինչպես USAID-ի նախկին ղեկավարը այլևս հայտարարեց, մեր ծրագրերի 83%-ը Թրամփի վարչակարգը փակել է, իրենց հաջողվեց 18-ին դագաղների հեղափոխության ժամանակ հսկայական միլիոնավոր դոլարներ լցնելով սոցիալական մեդիայի մեջ, իրենք հասկանում են, չէ, որ այդ գունավոր հեղափոխությունների թիվ 1 գործիքը նաև եղել է սոցիալական մեդիան եւ հիմա ինքը փորձում է այսպես ճանգրտելով կյանքի գնով կախվել սոցիալական մեդիայից, ինչի վկայությունն է իր եւ իր կնոջ Ռաբիզ անմակարդակ հակաիստետիկ ոդքասթը, որը բարեբախտաբար դադարեցրեցին, հիմա ինչպես Լևոն Զուրաբյանը շատ դիպուկ նկատեց երկու թերուս կրթվելը նորաձև, հա, ինչ որ շոուներ են, դասախոսություն, գիտեք, այնքան ծիծաղելի է, նայում ես եւ հասկանում ես, նայում ես ու մտածում ես, լավ, էս մարդիկ չեն հասկանում, որ իրանք զավեշտ են, որ իրանք ոչ միայն զզվելի են, իրանք նաև ծիծաղելի են եւ նորից պիտի ասեմ, այնքան ֆանտաստիկ ասեց Զուրաբյան Լևոնը երկու թերուս, որ դրան երկու թերուս որոշել են մարդ կրթել, հասկանում եք, սա ողբերգություն է։ Եվ Տիկին Զորաբյան, իշխանամետ որոշ գործիչներ այս օրերին համոզմունք են հայտնում, որ Թուրքիան է Ադրբեջանին պարտադրելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, ավելին թուրքական կողմը զսպելու է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։ Որքանով է կիսում այս լավատեսությունը, կարող է նման բան տեղի ունենալ։ Սա հերթական էշությունն է, եկեք հիշենք, որ նույն Ամերիկայի դեսպան հանդիսացող տիկնոջ հայտարարությունը, որ Թուրքիան ժամանակին 44 օրյայից առաջ, որ Թուրքիան երբեք չի ներգրավվի Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմում եւ հիշենք Էրդողանի մի քանի ամիս առաջ հայտարարությունը, որ ես հաղթեցի, Թուրքիան է հաղթել Արցախյան 44 օրյա պատերազմը եւ ընդամենը օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Ֆիդանի հայտարարությունը, որ ցանկացած օրակարգ պիտի բխի բացառապես Ադրբեջանի շահերից եւ եթե սրանց իշխանական ուսապարկերին թվում է, որ Թուրքիան պարտադրելու է, բռնելու է Ալիևի ականջից, որպիսի Ալիևը ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, քանի դեռ ինքը չի ստացել այն ամենը, ինչը ամեն օր մենք տեսնում ենք, չէ, ամեն օր, հիշում եք Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում մի անգամ անկեղծորեն վրթովեց եւ ասեց, թող Ալիևը ասի, որն է իր ուզելու նախապայմանների կարմիր գիծը, ըստ էության, որ ես հասկանամ, հələ ես ինչքան պիտի զիջեմ, չի ասելու, որտեվ Ալիևը ասել է Հայաստան պիտի չլինի, Երևանը պիտի լինի ադրբեջանական, որտեվ ես Երևանում նշելու եմ Բաքվի հայկական թատրոնի 140-ամյակը։ Քայլելով գալու եմ, այո, Երևան գալու մտնելու եմ ոչ թե տանկերով, այլ քայլելով։ Իդեպ նույնա բովանդակ հայտարարություն ընդամենը 10 օր առաջ արել է Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, ասելով, որ Շուշին մենք գրավեցինք պատերազմով, Երևանը մենք վերցնելու ենք խաղաղ քայլերով, այնպես որ մտածել, որ Թուրքիան ստիպելու է Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագիր, որ Նիկոլը այդ թուղթը սենց ճմրթի եւ գնա այսպես հա բանտիկի նման կապի թափահարի եւ ասի ժողովուրդ ես ձեզ խաղաղություն եմ բերել, այս ռևանշիստները ձեզ պատերազմ են բերել, չի լինելու։ Իդեպ նաեւ ինչքան էլ Նիկոլը բավարարի Թուրքիայի պահանջները եւ ինչքան էլ գիտեք, որ Մարալիկում տեղադրված է Սողոմոն Թեհլերյանի արձանը եւ նախորդին արձանը հանելու են միանշանակ, նախորդին անգամ արգելել են
միջոցառում կազմակերպել հայտնի պատմական օրը Թալիաթ Փաշայի սատկելու, արգելել են Սողոմոն Թեհլերյանին նվիրված միջոցառում կատարել, ինչ էլ անի Նիկոլ Փաշինյանը, ինչ ռևերանսներ էլ անի Նիկոլ Փաշինյանը, իր անունը Նիկոլ անունը փոխի Էրդողան դնի իր անունը կամ դնի Աթաթուրք, միևնույնն է ոչինչ ի հեճուկս Ադրբեջանի, Թուրքիան Ադրբեջանին չի պարտադրելու։ Այդ դեպքում նաև ինչու են այսպես շարունակաբար բթացնում մեր հասարակությանը նման տեղեկություններ տարածելով ձեր դիտարկմամբ։ Շատ պարզ, հարգելի Դավիթ, որտեղ բութ հասարակությունը ամենակառավարելի հասարակությունն է, խաղամոլության վրա նստած հասարակությունը ամենակառավարելի հասարակությունն է։ Մենք տեսանք, չէ, 24 թվականի զարհուրելի թվերը, քանի տրիլիոն գումարներ է դրվել այդ շահումով խաղերի, վիվարոների, տոտոների վրա։ Մենք գիտենք, չէ, թմրամիջոցները այդ, դեղերը այդ, չգիտեմ, էքստազիները այդ եւ այլն հասել են անգամ դպրոց, որովհետեւ բթացած հասարակությունը ամենահեշտ խմորն է կառավարելի դարձնելու համար եւ դրա համար Նիկոլ Փաշինյանը ահա այս մանիպուլյացիաներով, ինչը ասեն, որ նրան այլևս չի հաջողվում, ուղղակիորեն բթացնում է հասարակությանը։ Եվ Տիկին Զոհրաբյան, նաև անդրադառնանք Գյումրիում ստեղծված իրավիճակին, ձեր խոսքում էլ նշեցիք, որ ռեպրեսիաներ են իրականացում այստեղ։ Այո, ինչ եք կարծում, եթե ընտրությունների արդյունքում ընդդիմությանը հաջողվի իշխանության գալ թեկուզ կոալիցիայով կամ որևէ այլ տարբերակով, ինչ եք կարծում, Փաշինյանը կընդունի իր պարտությունը, թե ամեն դեպքում օրինակ ականատես կլինենք Վանաձորի սցենարին, երբ ընտրված համայնքապետին կկալանավորեն։ Միանշանակ, եթե ընտրվի Վարդան Ղուկասյանը, Գյումրու նախկին քաղաքապետ, րոպեների ընթացքում նա կալանավորվելու է, որովհետև հիշում եք իր վերջի այցի ժամանակ Գյումրի Նիկոլ Փաշինյանը ուղղակի անպարկեշտ սլենգով, անպարկեշտ բառապաշարով իր մրցակիցներին անվանեց առնետներ եւ խոստացավ բոլոր առնետներին հետ մտցնել իրենց ծակերը, խոսում էլի թալան, բրաբուս եւ այլն եւ այլն, այո, Յաշիկ, բրաբուս, ավելի քան վստահ եմ, որ ինքը գնալու է խայտարակ ռեպրեսիաների, բայց ամեն ինչ կախված է, եկեք վատատեսություն չներշնչենք, ամեն ինչ կախված է ժողովրդից եւ ամեն ինչ կախված է կունենանք վերջապես մեր երկրում մենք մահապարտ ընդդիմություն, թե ոչ, որովհետեւ իր իշխանությունը պահելու համար Նիկոլը ամեն ինչի գնալու է, Նիկոլը բռնելու է, Նիկոլը կալանավորելու է, Նիկոլը կրակելու է, եթե դրա անհրաժեշտությունը լինի, որտեվ այդ կրակելու նախադրյալները մենք տեսանք հունիսի 12-ին, երբ որ կիրառեցին Զարյա 3 լուսաձայնային նռնակ, որի կիրառման կարգում ես եմ կարդացել, գրված է այն կիրառվում է միայն զինված հանցագործին զինաթափելու համար եւ երբ որ մենք կունենանք մահապարտ ընդդիմություն, հավատացեք, Նիկոլի ռեժիմը շատ արագ օրերի ընթացքում տապալվելու է։ Եվ ինչ է կարծում, ընդդիմադիրներին կհաջողվի իրենց տարաձայնությունները մի կողմ դնել եւ գոնե Գյումրիում միավորվել, տեսնում ենք այս փոխհրաձգությունները, որոնք վերջին օրերին տեղի են ունենում երկու ընդդիմադիր թևերի միջև։ Ես հույս ունեմ, որտեվ ես խոսել եմ Գյումրիի իմ ընկերների հետ, նաև տեխնացուներից շատերի հետ ընդդիմադիր դաշտում եւ բոլորն էլ հասկանում են, որ միայն միավորումը իրենց թույլ կտա կասեցնել աղետը, որովհետեւ ես շատ մեծ հույս ունեմ, որ այն արշավը պետականաքանդության, որ 18 թվականին սկսվեց Գյումրիում, մարտի 30-ին մենք Գյումրիում դնելու ենք այս աղետի պետականաքանդման ավարտը։ Իսկ եթե չկարողանան ընդդիմադիր բևեռները իրենց տարաձայնությունները դնել մի կողմ, եթե էլի անդադ օրակարգ բերվի, կներեք այդ իդիոտիզմը, բա մի հատ եկեք հենց հիմա քննարկենք, ով բերեց Նիկոլին, ես ասել եմ եւ պնդում եմ, նման օրակարգ առաջ բերողները մարդիկ են, ում ես ինքս 18-ին տեսել եմ հրապարակում Նիկոլ բերելիս եւ նման օրակարգ առաջ բերողները ըստ էության սպասարկում են նիկոլական օրակարգ։ Ցավոք։ Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի հետ։ Կհանդիպենք։